Երևանում դռներն է բացում Արցախի հոգեբանների միությունը, որպես արդեն հասարակական կազմակերպություն։ Մանկավարժներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ձևավորված Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միության հյուրընկալ հարկի տակ քննարկում ու մշակում են ճանապարհային քարտեզ, մարդակենտրոն ծրագրերը կյանքի կոչելու խոստումնալից հեռանկարով։ Այսօրվա մեր միջոցառումը անվանել ենք մենք Արցախի հոգեբանների միություն հասարակական կազմակերպության լիագումար նիստ, կարող ենք անվանումը դնել նաև համագումար կամ ընդլայնված նիստ, ինչպես կուզեք, բայց նպատակը դրանից չի փոխվում։ Առաջին հերթին մեզ աջակցել օգնության ձեռք եւ քաջալերանքի եւ խրախուսանքի խոսք է ասել Արցախ-Հայաստան երիտասարդական միությունը Հանձին Լիանա Մանուկյանի, ում ես սիրով հրավիրում եմ իր նկատառումները կամ խոսքը ասելու։ Շնորհակալ եմ, որ Արցախում երկար տարիներ գործունեություն ծավալելուց հետո նախաձեռնությունը վերցրել եք ձեր ձեռքը եւ այստեղ արդեն Հայաստանում մեկնարկն եք տալիս ձեր գործունեության շարունակության եւ հուսով եմ Աստծո կամոք առաջիկայում կունենանք հնարավորություն այս նույն գործունեությունը նորից Արցախում շարունակելու։ Աստված պահապան մեզ բոլորիս։ Արցախում սկսված ծրագրերի մեծ մասը կիսատ մնաց։ Ժամանակն է դրանց նոր շունչ ու կենդանություն հաղորդել։ Միությունը խոստանում է գործունեության այս նոր փուլում գտնել ու համախմբել լավագույն մասնագետներին, անկախ տարիքից, բնակության վայրից, ստեղծել հարթակ, որտեղ հնարավորություն կլինի զարգանալ, բաց են բոլոր առաջարկների համար, հավակնում են լինել կամուրջ մասնագետի ու նրա կարիքն ունեցող մարդկանց միջև։ Դուք եք այն կամուրջը, որով մեր քայքայված միտքն ու ոգին պիտի վերագտնեն իրենց ամրությունը։ Դուք եք այն լույսը, որ պետք է տարածվի, վերականգնելու համար Արցախցու ապրելու, արարելու եւ պայքարելու ինքնավստահությունը։ Անհատների դերն ու գործունեությունը կարևոր է, բայց առավել հրատապ է գործել միասնաբար, համախմբել ջանքերը հանուն համընդհանուր բարիքի։ Այս սկզբունքն է Արցախի հոգեբանների միության հիմքում։ Նրանք պատերազմի, տարհանման ընթացքում ու դրանից հետո եղել են ամուրթի կոնք, որ կոտրված մարդկանց օգնեն ոտքի կանգնել ու առաջ նայել։ Արցախից բռնատեղահանված մի ստվար հոգեբանական, այսպես ասեմ, համայնք այսօր գտնվում են տարանջատված վիճակում եւ նրանց միավորելու, նրանց հնարավորությունները իմի բերելու, մոբիլիզացնելու եւ ի նպաստ մեր ընդհանուր խնդիրների ծառայեցնելու գաղափարն է մեզ ղեկավարել, որպեսզի մենք հայտ ներկայացնենք, գրանցենք Արցախի հոգեբանների միություն հասարակական կազմակերպությունը, որը կարող է իր նպաստը բերել համահայկական խնդիրների, Հայաստանում ձևավորված խնդիրների լուծմանը եւ մասնակցել դրանց։ Մենք պարտավոր ենք որոշակի դեր կատարել մարդկանց հոգեկան դեֆորմացիան շտկելու համար եւ այս առումով այս միջոցառումը բավականին ողջունելի է եւ կարծում եմ անելիքները մեծ են, առավել եւս որ այսօր այստեղ հավաքվել էին մեծամասամբ արցախցի երիտասարդ հոգեբանները, որոնք մեծ պատրաստակամություն ունեն օգնելու մեր ժողովրդին։ Ուրախալի է, որ ստեղծվել է նման հարթակ, որտեղ արդեն կմիավորվեն, կհամախմբեն Արցախի հոգեբանները եւ կարծում եմ ոչ միայն Արցախի, որտեղ սա շատ լավ դաշտ կլինի փոխհամագործակցության համար։ Բաժանարար գծերը տանում են կործանում, ուստի շատ կարևոր է գործել միաբանված, առանց արհեստական սահմանների։ Հերմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։